Միացյալ Նահանգների նորանշանակ պաշտպանության նախարար Չակ Հեգելն այդ պաշտոնում առաջին անգամ Աֆղանստան իրականացրած այցի ընթացքում հայտարարել է, թե այդ երկրի նախագահ Համիդ Քարզայի հայտարարությունը առ այն, որ ամերիկացիներն աշխատում են թալիբների հետ, չի համապատասխանում իրականությանը։ Հեգելի այցից անմիջապես հետո տեղի ունեցել հերթական հակասական միջադեպը Աֆղանստանում Հյուսիսատլանտյան դաշինքի ՆԱՏՕ-ի հրամանատարների փոխանցմամբ Աֆղանստանի ոստիկանության մի աշխատակցի զինված հարձակման զոհ են դարձել մի քանի տեղացի և 2 ամերիկացի զինծառայողներ։ Այս երկրի անվտանգության մարմինների աշխատակիցների կողմից կոալիցիոն զորքերի դեմ հարձակումները շարունակական բնույթ ունեն։ Անցյալ տարի համանման մի հարձակման արդյունքում արագացվեց ֆրանսիացի զինվորների դուրսբերման գործընթացը։ ԱՄՆ-ի Թենեսի նահանգի Հանդերսոնվիլ քաղաքում ընթանում է իր զույգ երեխաների սպանության մեջ մեղադրվող մի կնոջ դատական նիստը։ Մեղադրող կողմի համոզմամբ 2011 թվականին 25-ամյա Լինսի Լոուին իր նորածին զույգ երեխաներին խեղդամահ է արել։ Ոստիկանության կողմից իրականացված հարցաքննության ընթացքում Լոուին հանդես է եկել ինքնախոստովանականով, սակայն նրա փաստաբանը կասկածի տակ է առնում հարցաքննության իրականացման օրինականությունը։ Այս պահին Լոուին մեղադրվում է կանխամտածված կրկնակի սպանություն իրականացնելու մեջ։ Մեղադրանքի հաստատման պարագայում նրան ցմահ բանտարկություն է սպառնում։ Այովա նահանգի Նորթ Լիբերթի քաղաքում հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 2 ոստիկաններ, ընտանեկան վեճը մեղմելու նպատակով հանգստյան տուն ժամանած ոստիկանները հրազենային հարձակման են ենթարկվել։ Դեպքի վայր են ժամանել մի քանի տասնյակ այլ ոստիկաններ, հրշեջներ ու բժիշկներ։ Միջադեպը շարունակվել է շուրջ 2 ժամ, ինչից հետո հնարավոր է եղել վնասազերծել զինյալին և հիվանդանոց տեղափոխել վիրավոր ոստիկաններին։